Ջիկնաժամ Բուլղարիայի հայ եկեղեցու մեջ բաց նամակ ուղղված Խաժակ արքիեպիսկոպոս Վարսամյանին հայրապետական պատվիրակին Արևմտյան Եվրոպայի Հայաստանի այս եկեղեցու ներկայացուցիչ Հռոմի Սուրբ Աթոր ի Վատիկան եւ պատժենը Սուրբ Էջմիածնի ղարկաբահական հաստախումբին եւ Գերագույն հոգեվոր խորհրդին Ստացանք ձեր 5 փետրվար 2025-ի ուղարկած նամակը, որուն մեջ գրգին անգամ կհաստատեք, որ դուք կգործեք ոչ թե եկեղեցական պաշտպանության կանոններու, այլ ճնշումներու տակ, փորձերով կատարել ղարկաբահական հաստախումբի Մայր Աթորի դելատրանքները։ Ձեր ուղարկած նամակը գրգին անգամ կհաստատեք, որ դուք կփորձեք անդեսել եկեղեցական կանոնները եւ եկեղեցական իրավունքը, իսկ ձեր մեջ բերած բնդումները բացահայտ կհագաստեն հայ եկեղեցու պատմական եւ կանոնական ղեկավարումներում։ Նախ եւ առաջ հայ եկեղեցու ղարկերը հստակորեն կհաստատեն, որ երբ եկեղեցականը Բաշտոնապես ազատ արձակված է իր թեմեն, ապա իր ծառայությունը այլևս կախված չէ նախորդեմի իշխանութենեն։ Ձեր կողմէ դրված ազատ կացուցման փաստաթուղթը, որը դուք հիմա կփորձեք շղթել եւ հագա օրինական սեվել ձեր իսկ ստորագրած ազատ վիճակի կացուցման պաշտոնական նամակը, արդեն իսկ կվկայե, որ դուք պաշտոնապես արձակած եք, հետեւաբար ես բարդավոր չեմ վերադառնալ ձեր ենթակայությամբ։ Երկրորդ, ըստ հայ առաքելական կանոններու, դեմակալ առաջնորդը կամ եկեղեցական վարչությունը չի գնար արգելակել համայնքի բնականոն իրավունքը ընտրելու իր հոգևոր հովիվը, երբ անոնք դարիներ շարունակ անդեսված են։ Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու համայնքը ոչ թե ինքնական գործող խումբ է, այլ պաշտոնապես կազմավորված եւ երկար դարիներ անդեսված համայնք մնե, որուն թիմումները Մայր Աթորին եւ ձեր կողմէ անպատասխան մնացած են։ Եթե դուք փորձեք ձեր որոշումները հիմնավորել ղարկի համաձայն, ապա հարցեր կծագին. ուր է ձեր ղարկաբահական վերահսկողությունը, երբ համայնքը 6 տարի ավելի առանց քահանայի մնացած է։ Ինչու չէիք կատարել ձեր բարդականությունները, երբ մարդիկ գաղաչեին հոգևոր սպասավորներ ունենալու։ Որ կանոնը ղարկիլ է համայնքին ընտրել իր հովիվը, երբ առաջնորդը կամ այս վարակային դեղաբահը հրաժարած է հոգ տանել այդ հոդի մասին։ Եթե դուք պնդեք, որ ես դակավին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության մաս կկազմեմ, ապա ինչպես կրնակ բացատրել ձեր իսկ ստորագրած ազատ արձակման փաստաթուղթը։ Այս խեղաթյուրումները դժբախտաբար միայն կվնասեն ոչ թե ինձի, այլ հայ եկեղեցու վարկին, որովհետև բարձ կդարձնեն, որ դուք խնդիր չունիք խախտելու ձեր իսկ որոշումները համաձայն տնտեսական եւ վարչական շահերով։ Իմ ծառայությունս իրավասի է, օրինական է եւ հիմնված է եկեղեցական կանոններու վրա։ Ուստի ձեր հորդորներ ոչ միայն անհիմն են, այլև կխախտեն եկեղեցական օրենքները, որոնք դուք պետք է պահեիք, բայց հակառակ ընթացք որդեգրեցիք։ Ես պատրաստ եմ ներկայացնելու մեր ունգընտիրներուն բոլոր փաստաթուղթերը, բոլոր կանոնական հիմքերը եւ բոլոր վկայությունները, որոնք կհաստատեն իմ ներկա ծառայության օրինականությունը։ Եթե դուք կպահանջեք իմ վերադարձը, ապա հորդոր կրեմ նախ եւ առաջ ինքներդ պատասխանատվություն ստանձնեք, թե ինչու այս դեմը ձեր ղեկավարությունը թողած է Վառնայի համայնքը, այլև գրեթե ամբողջ Բուլղարիան առանց հոգևոր սպասավորության։ Գիտեք ինչու, քանի որ ձեր անկանոն կանոնակրությամբ, որ հաստատված չէ ազգային եկեղեցական ժողովով եւ որը չի գործել նույնիսկ Հայաստանի մեջ, կուզեք բարդատրել այս թեմի մեջ ձեռք դնելու թարավոր
գալվածներու նյութերու վրա, որը որում վգա է Տիվանադան վերջին նամակը, որում մեջ կսե հոգևորական պիտի չունենաք, մինչև որ կանոնադրությունը չընդունիք, խոսքը ուղված է թեմական խորհրդին։ Հիմա հայտնի գտարնա, ոչ միայն բուլգարահայերուն, այլև համասպյուր հայության, թե ինչու Բուլգարիան դարձավ հոգևոր անաբադ, եւ ինչու դեր Արմենը ստիպված հանցնարավ այս մեծ զոհողությունը ամեն ինչը տնելով զոհասեղանի։ Ուստի գմերժեմ ձեր անհիմն բանջները եւ իմ ծառայությունը Վարնայի Սուրբ Սարգիս եկեղեցու մեջ պիտի շարունակվի հիմնվելով ոչ թե ձեր վարչական կամ տնտեսական շահերուն, այլ եկեղեցու հավատացյալ ժողովրդի իրավունքներու վրա։ Իմ ներկայությունը այս եկեղեցու մեջ ունի պաշտոնական ճանաչում, թեմական խորհրդի կողմէ, ծխական խորհրդի կողմէ եւ նաեւ բեդության կողմէ։ Հետեւաբար, օրինականությունը հարկելով իմ եկեղեցական պաշտոնին եւ հոգեվոր ծառայության կատարումեն զատ որևէ այլ հակականոնական քայլ չկա։ Ձեր նամակին պատասխանելով կուզեմ գրգին անգամ շեշտել, որ ձեր կողմեն արտահայտված բնդումները ոչ թե եկեղեցական կանոններու պահպանման արտահայտություն է, այլ բարձրապես վարչական անձնական շահերը մղված ճնշումներ։ Դուք կհիշեցնեք կանոնները միայն այն ադե, երբ զանոնք կործատրել գուզեք ձեր աթոռները եւ աստեցությունը բահելու համար։ Սակայն երբ այն նույն կանոնները գվերապերին ձեր կողմէ կատարված խախտումներուն լուր կմնաք։ Այս հարթիվ անհրաժեշտ կնկատեմ հիշեցնել 12 դեկտեմբեր 2020 թվակիր իմ նամակը ուղված ցեզի, որում մեջ գրած էի թե ովքեր պետք է առաջին հերթին ենթարկվին եկեղեցական կարգապահության։ Կանոնները կխախտե միայն այն քահանան, որ իր համայնքին կծառայե, թե առաջին հերթին անոնք, որոնք դարձած են հոգևոր կյանքի վարկապեկման պատճառ, որոնք իրենց վարկագիծով ամոթով ծածկած են հայ եկեղեցին։ Միթե գարիք կա անգամ եւս հիշեցնելու ձեր հոգևորականներու վարկագիծի մասին։ Աբորինի զավակներ ունեցող եպիսկոպոսներ, սոթոմական մեղքի մեջ ինգածներ, աբորինի ամուսնալուծված եւ վարդապետ դարձած քահանաներ, աբորինի քահանայության գոչված ուսագրոններ եւ նույնիսկ եպիսկոպոսներ, որոնք վերջերս դարձյալ եկեղեցական բարձր պաշտոններ ստացած են։ Այս բոլոր մորնալով հանգարց կանոններն ու կարգապահությունը կդառնան ցեզի համար քերակույն սկզբունք։ Իմ ծառայությունս հիմնված է եկեղեցու կանոններու վրա եւ ոչ թե ցեր գամայական հրահանգներու վրա։ Եթե իսկապես խոսքը եկեղեցական կանոններու մասին է, ապա նախ եւ առաջ դուք եւ ցեր ղեկավար մարմինները պետք է բահեք եւ կործատրեք զանոնք նախքան զանոնք պահանջել է եւ բարդատրել է ուրիշներուն։ Հակառակ բարակային ցեր հորթորները ոչ մեկ ուրիշ բան են, եթե ոչ երկթիմի եւ վարչական խաղեր։ Ուստի ձեր պահանջները մերժված են, իսկ իմ ծառայությունը անսասան է։ Ձեր գրգնվող նամակները, որոնք հիմնված են խեղաթյուրված բնդումներու վրա, միայն կհաստատեն, որ ձեր մտահոգությունը ոչ թե եկեղեցական կարգապահությունն է, այլ վախը ճշմարտությունը բացահայտելու Բուլգարիայի թեմի մասին։ Քաղաքավարութենե մղված եւ հավատացյալները չքայտակրեցնելու նախանցախնդրութենես մղված 30 տարիներ շարունակ փորձած եմ լեզուս զուսպ պահել, որպեսզի ժողովուրդը չմոլորի, սակայն ձեր ուղարկած բոլոր նամակները կստիպեն, որ ես առավել եւս համոզվիմ, որ Աստված զիս մորս արքանտեն գոչած է այս օրերու համար, որպեսզի ծածկյալը բացահայտվի եւ ժողովրդի աչքերը բացվելու իմանալու ճշմարտությունը։ Եթե իսկապես ցեզ կմտահոգեն եկեղեցական կանոններն ու կարգապահությունը, դուք առաջին հերթին պիտի մաքրեիք եկեղեցին ներսեն այն բոլոր անարժան հոգևորականներեն, որոնք աբագարած են եկեղեցական դասը։
Դուք ոչ թե եկեղեցվո պաշտպաններն եք, այլ այն սպիտակացրած քերեզմանները, որոնց մասին Քրիստոս խոսեցավ ասելով ներսեն լեցուն քարշահոտությամբ եւ նեղությամբ։ Աստված միայն ժամանակ կտա, բայց չի լրեր։ Ժողովուրդը արդեն սկսած է տեսնել ճշմարտությունները, մերժել գեղձիկները եւ հրաժարիլ ցեզբես ապօրինության մեջ տատախված հոգեվորականները, եւ դուք գիտեք, որ ես ճիշտ եմ, որովհետեւ ես կխոսիմ ճշմարտությունը, իսկ դուք գվախնաք ճշմարտության իհայտ կարեն։ Ուստի ձեր բանջները ոչ միայն անհիմն են, այլև անզոր գանգնեցնելու այն, ինչ Աստված արդեն իսկ հաստատած է։ Ձեր նամակներու մեջ դեղ գտնող սպառնալիքները գարկս վերցնելու վերաբերյալ ոչ միայն զուրկ են եկեղեցական հիմքերը եւ կանոնները, եւ որուն իրավունքն իսկ չունիք, քանի որ ես Արամ առաջին Կաթողիկոսի ենթակայության դակ եմ, այլև երբեք պիտի չխանգարեն զիս շարունակելու իմ առաքելությունը, որ Քրիստոսի խոսքի քարոզությունն է։ Եթե դուք կգարձեք, որ վարչական որոշումներով կամ քրչի հարվածով գրնակ կանգնեցնել ճշմարտությունը, ապա մոլորության մեջ եք, որովհետև ճշմարտությունը երբեք չի լրեր, նույնիսկ եթե դուք փորձեք զայն ջնջել, բայց քանի որ դուք կմերժեք լսել իմ որդիական խոսքերը եւ միայն սպառնալիքներով գտիմեք, թույլ տվեք, որ ես առաջին անգամ ըլլալով սպառնամ ցեզ։ Սպառնամ ցեզ իմ հարաճիգայի քարոզներով, խոսքերով եւ բացահայտումներով, որոնք համեմված պիտի լան սուրբ ավետարանով եւ սուրբ հայրերու օրենքներով։ Եթե դուք շարունակեք անօրեն եւ ապօրինի որոշումներով ժողովուրդը մոլորեցնել, իմ ցայնը պիտի բարձրանա առավել եւս եւ պիտի խոսիմ ավելի բաց, ուղիղ, հագանե անվանե։ Սիրելի սրբազան, շատ ուրախ պիտի լայի, եթե դուք ձեր ձեռքերը Բիղադոսի օրինակով լվայիք եւ մասնագիտ չդառնայիք այս անարտարությանը, քանի որ դուք լավ գիտեք, թե արտարությունը որ գողն է, ինչ որ է։ Նամակս կուզեմ պագել Քրիստոսի խոսքերով ուղված հութային առ որ անգե։ Ինչ որ պիտի ընես շուտով ըրե։ Հովհաննես 13:27։ Թող Աստված տադե եւ հայտնե ճշմարտությունները։ Ամեն։ Սիրելի ունգընտիրներ, արիքիդություն, բոլոր նամակագրության բաժները պիտի դեղատրեմ գաբի մեջ, լինքի մեջ այս տեսանյութի դակ, կարող եք այնտեղ մտնել եւ ծանոթանալ բոլոր ճշմարտությանց։ Սա առաջին եւ վերջին մեր հանդիպումը պիտի չլա այս եկեղեցվո մեջ տիրող ճգնաժամի մասին, այլ հաջախագի մենք պիտի հանդիպենք եւ պիտի մանրամասն խոսենք Բուլղարիա հայոց դեմի բոլոր խնդիրներու, բոլոր անօրենություններու եւ բոլոր գարկազանցություններու վրա։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, շուտով հանդիպելու հույսով կողջունեմ ձեզ բոլորդ։